քանի որ մեր ձևով շարժումը ինքը որպես քաղաքական միավոր չի մասնակցում այս process-ին, մենք ընդհանրապես մեկ բան կարող ենք ասել, բնականաբար չենք կարող որևէ ուժի անուն տալ կամ ասենք ժողովրդում սատարեն կամ չսատարեն, բայց կա ընդհանուր մեկ գաղափար, այդ մեկ գաղափարի շուրջ ունենք ընդհանրություն, դա այն է, որ մարդիկ, ովքեր դեմ են այս իրավիճակին, ովքեր դեմ են եկեղեցու դեմ հարձակումներին, ովքեր դեմ են երկրում տիրող իրավիճակին, թող գնան անպայման իրենց քվեն տան, ում ցանկանում են, բայց գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը բնականաբար մենք դեմ ենք եւ ոչ թե կոչ ենք անում ընտրել այս կամ այն ուժին, այլ գնալ ընտրությունների, որպեսզի ձայները չփոշիանան եւ իրենց ձայնը տան այն ուժին, որին իրենք համակրում են, բայց չտան ձայնը այն ուժերին, որոնք կողմ են այսօրվա իրավիճակին։ Որքանով է կարևոր, որ ընդդիմադիր ուժերը կարողանան հաղթանակ տանել Էջմիածնում։ Դա խիստ կարևոր է կարծում եմ, որտեղ առաջիկայում հաջորդ տարի մենք ունենք ընդհանուր համապետական ընտրություններ եւ ինչքան ուրեմն այս տեղական ընտրություններում ընդդիմությունը տանի հաղթանակ, բնականաբար դա հետագայում կնպաստի մեծ հաղթանակին։ Այդ դեպքում ընդդիմությունը ունի այնպիսի թեկնածու, որը հնարավոր է կարողանա հաղթել իշխանությանը, ունենալով, քանի որ նրանք ունեն վարչական մեծ ռեսուրս։ Որպես շարքային քաղաքացի, որքանով հետևում եմ լուրերին, կարծում եմ կա, բայց զերծ կմնամ անուն տալուց, պարզապես կոչը առաջարկը մեկն է, թող մարդիկ տանը չնստեն գնան ընտրությունների, պարտադիր, դա պարտադիր է եւ ձայների չփոշիացման առումով, եւ հաղթանակի առումով։ Բայց չեք կարծում, որ դուք մարդկանց չեք ուղղորդում կոնկրետ անունով, այդ դեպքում մարդիկ չեն իմանա ում գնան ընտրեն։ Մենք ընդամենը մեկ բան կարող ենք ասել, մեկ բան առաջարկել ավելի շուտ, իրենց ձայնը չտալ, նորից եմ կրկնում, այն ուժերին, որոնք կողմ են երկրում տիրող այս անբարենպաստ իրավիճակին, այսինքն եկեղեցու դեմ հարձակումներին, սոցիալ-տնտեսական առումով, ընդհանուր հասկանում եք ում մասին է խոսքը, ենթատեքստերով, գուցե ենթատեքստով է հնչում, բայց կան նաև արբանյակ ուժեր, դրա համար ընդհանրական ասում եմ բոլոր այն ուժերին իրենց ձայնը չտան, ովքեր կողմ են երկրում տիրող այս վատ իրավիճակին։